Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ եմ Աստված, որ չենք, որ մենակ չենք, որ դու ես մեր մխիթարիչը, Տերը, ապավենը, բժիշկը։ Սիրելի Սուրբ Աստված, սիրելի Սուրբ Հոգի, խնդրում եմ, որ այսօր արձակես զորությանը Հոգին։ Թող որ այսօր ճանաչելով քեզ ավելի մոտենանք եւ ավելի զորանանք Տեր։ Քո շնորհքն է։ Քո ձեռքն է օրհնողը, ամեն անգամ զորացնողը։ Քո շնորհքն է լեցնողը, քո ձեռքն է օրհնողը, ամեն անգամ մեզ միացնողը։ Աստված մեր եւ Հայր մեր, օգնիր մեզ արքամեն, պահիր մեզ քո խոսքի մեջ, պահիր մեզ քո կամքի մեջ, քո շնորհքն է պահողը, քո ձեռքն է օրհնողը, ամեն անգամ զորացնողը։ Քո շնորհքն է լեցնողը, քո ձեռքն է օրհնողը, ամեն անգամ մեզ միացնողը։ Թող շնորհքի հոգին այսօր թափվի մեզ վրա, Տեր, շնորհակալ եմ։ Թող անունդ փառավորվի եւ մեծարվի հավիտյանս, հավիտենից, ամեն։ Տերը օրհնի փառաբանության խումբ, կարող եք զբաղեցնել ձեր տեղերը։ Սիրելի եկեղեցի, ողջունում եմ քեզ, Տերը օրհնի։ Այսօր հրաշալի առավոտ է, հրաշալի օր է այսօր։ Կարող ես սրտանց օրհնել Տիրոջ եւ ասել Տեր շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ այստեղ ես, որ մեզ հավաքել ես մեկտեղ, միաբանության մեջ կա Աստծո զորությունը, միաբանության մեջ կա Աստծո ուխտը, ուխտի կատարելությունը։ Այսօր ինչ որ բան պետք է կատարվի ամեն մեկիս կյանքում եւ ամեն բան փոխվում է, երբ որ Տերն է այցելում, ամեն բան փոխվում է։ Գիտեք, այսօր շատ եկեղեցիներ նշում են Պենտեկոստեի տոնը, այսինքն Սուրբ Հոգու գալուստի տոնը։ Եվ մենք այս հրաշալի տոնը կնշենք եկող Կիրակի ժամը 11-ին, փոփոխություն չկա, 11-ին է լինելու, նայրան չկա, այստեղ չի, 11-ին թե 12-ին, 11-ին, փոփոխություն չկա, ուրեմն ժամը 11-ին կունենանք հրաշալի տոն, միասին կտոնենք Պենտեկոստեն, այսինքն Սուրբ Հոգու գալուստի օրը, հավատում եմ, որ շատ տոնական հրաշալի տրամադրությամբ ենք գալու, ամեն, որովհետև գիտեք, շուտով կխոսեմ այդ մասին, բայց հայտարարություն անելուց հետո հայտարարություն կանեմ եւ ապա կշարունակեմ։ Ոչ միայն այդ օրը կունենանք այստեղ ծառայություն, նաեւ կունենանք ծառայությունից հետո 2 օր նորից ծառայություն, այստեղից միանգամից գնում ենք այն տունը, որտեղ միշտ գնում ենք ջրի մկրտության եւ այլն, բոլորս գիտենք հասցեն, ոմանք ովքեր չգիտեն, խնդրում եմ իմացեք եւ անպայման մասնակցեք այս 2 օրերին, ամսի 31-ին եւ ամսի 1-ին մենք ունենանք 2-օրյա հրաշալի ծառայություններ, ջրի մկրտություն, հաղորդություն, ամսի 31 եւ 1 ներառյալ։ Մենք այդ տանից դուրս ենք գալու ամսի 2-ին, ժամը 2-ին։ Նշանակում մենք 2 օր ներառյալ միասին ենք լինելու, միաբան ենք լինելու սիրելի եկեղեցի եւ այստեղ էլ ունենալու ենք ժամը 11-ին հրաշալի տոնական ծառայություն։ Ես խնդրում եմ ովքեր չգիտեն, ովքեր գիտեն, խնդրում եմ բոլորս մասնակցենք մեր ընտանիքներով, մեր տներով, հրավիրենք մարդկանց, հրավիրենք մեր հարազատներին, բարեկամներին, սա բոլորիս տոնն է, բոլորիս տունն է, բոլորիս համար է եւ լինենք շատ ակտիվ այս օրերի մեջ, հալելույա։
մեկ շաբաթ մենք ունենք մեր առջև աղոթելու, երկրպագելու եւ փառաբանելու եւ հավատալու։ Սիրելիներ, երեք մտածում էի, այսպիսի մի բան էի հասկանում, որ գիտեք Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը երկիր ամեն բան փոխեց, չէ՞։ Փոխեց ամեն ինչ, գրեթե ամեն ինչ նրա գալուստով կյանք վերադարձավ երկիր, որովհետև կար միայն մա, որտև կար անեծք, կար ադամական մեղքի հետևանք։ Սակայն Տեր Հիսուս Քրիստոսը եկավ երկիր, որպեսզի մենք կյանք ունենանք եւ ել ավելիով կյանք, ամեն։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս խաչի վրա ասեց ավարտված է։ Ամեն բան ավարտված էր խաչի մահով եւ խաչի հարությունով ամեն բան ասեց արդեն ավարտված է։ Սակայն ամեն բան չավարտվեց միայն խաչով, միայն խաչի մահով եւ հարությունով, ամեն բան պետք է իր ավարտը ունենար Սուրբ Հոգու երկիր գալուստից հետո։ Որովհետեւ Տեր Հիսուս իր աշակերտերին ասեց. Երուսաղեմից չհեռանաք, մինչև որ նա կգա, այսինքն զորության հոգին կգա։ Երուսաղեմից չգնաք, չհեռանաք, մինչև նա չգա խոստմունքը, հոր խոստմունքը կամ ավետիքը։ Հոր խոստմունքը, երբ որ Աստված խոստմունք տվեց Աբրահամին, խոստմունքը ոչ թե Իսահակն էր, խոստմունքը Իսահակի սերունդից ծնված Քրիստոսն էր։ Եվ ասում էր, եւ Քրիստոսով էլ Սուրբ Հոգու վերադարձը երկիր։ Խոստմունքը Սուրբ Հոգին է, որ եղավ Պենտեկոստեի տոնի օրերին, ինչ էր նշանակում Պենտեկոստե, ես մյուս կիրակի այս մասին կխոսեմ, դա նշանակում էր հոբելյար տարի, ամեն 50 տարին մեկ լինում էր գերիների ազատագրություն, գերիների ազատում, ամեն 50 տարին մեկ լինում էր բերքահավաքի մեծ բերքահավաքի տոն եւ ամունիստիա, այսպես ասած, եւ լինում էր ազատագրություն, մարդկանց ազատում էին, եթե գերի էր, եթե ինչ որ մի բան էր, այսպես։ Եվ դրա համար պետք էր, եթե մրսում եք անջատեք, կարող եք անջատել, եթե շատ սառը փչում, այ գիտեք ինչ է շատ սառը փչում այս ձեր վրա, որտեվ արդեն քանի տարի ենք մենք այստեղ, 10 քանի տարի այստեղ ենք եւ 10 քանի տարի ասում ենք, որ այստեղ պետքա թաթիկներ դրվի, որ վերև փչի, եւ բոլորը անընդհատ գլխով են անում, եւ ոչ մի մարդ չի ասում, ահա ես կբերեմ, սա այնպես կանեմ, որ էլ չփչի մեր վրա, սա փչի վերև։ Եվ հիմա այսօր էլ մի քանիսը գլուխները սենց տմտմբացրեցին ու սենց նորից երևի մնաց օդի մեջ։ Եթե սա չի մնացել օդի մեջ, ուրեմն Պենտեկոստեի տոնին մենք տոն կանենք, այսինքն կուրախանանք, որ էլ սա չի փչում մեր մեջքի վրա, սա փչում է վերև։ Հասկացաք, այսինքն սա կլինի մեր մեծ տոնը։ Մի հատ տոնի առիթով նվեր կլինի, էլի եկեղեցում։ Հալելույա։ Տեսակ, այսպես մանր բաների վրա ուրախանում ենք, որ մեծ բաների վրա կարողանանք ուրախանալ։ Արդեն 2 տարի անամբեր սպասում ենք ամբիոնի բացմանը։ Ամեն անգամ ասում եմ, այս տոնին ամբիոնը կլինի, ով ջոնս, այս ամբիոնի չափը լավ է, հա լավ է, Շուշից լինի լավ է, հա լավ է, այս ինչը լինի լավ է, հա լավ է, ու մնացել ենք այս ամբիոնի վրա։ Հենց որ իրանք են ծառայում, հելնում են ասում են, ամբիոնը ոնց սարքենք հովիվ ջան։ Այդո որ նստում են, դե հետո իրանք ուշուշ են ծառայում, ուշուշ են գալիս, բայց ոչ ուշացած։ Հետո որ հովիվն է ծառայում, իրանք ասում են, դե լավ, հիմա ոնց յոլա կգնա ջուր չունի, բան չունի, ստեղ Արմինեն էլ երբեմն բերում են աթոռի վրա ջուր ա դնում։ Հա դե ինչա մեր տունն է, որ մտածենք բան սենց։ Հետո ասում են, բա էսի մեր տունն է, բա գիտես էսի մեր տունն է, այ մարդը ով իր տան մասին չի մտածում, եւ սենց, այս հենց նկատողություններով գնում ենք առաջ պարկասը։ Եվ հովիվին կիրակի օրը ոչ մեկ էլ չի ջղայնացնում, ովքեր մեզ դիտում են, դիտողներ, կիրակի օրը հովիվը պետք է լցվի հայտնություններով, զորությունով, որ գա կանգնի այստեղ սկսի զորավոր ձևով ծառայել եւ տարբեր բաներով չի լցվում։ Լիքը տարբեր բաներով լցվելու համար լիքը մարդիկ կան այսօր եկեղեցում, որ կարող են զբաղվել մնացած հարցերով։ Հովիվին հանգիստ թողեք, որ ինքը կիրակի օրը գա այստեղ եւ ինքը ինչ անի, զորավոր կերպով կանգնի եւ ծառայի։ Ուզում եք հայտնություններ, ուզում եք ձեր կյանքում բան փոխվի, ուրեմն թողեք, որ մենք կարողանանք Տիրոջ հետ հանդիպել եւ գալ այստեղ։ Հովը պետք է հանդիպի Տիրոջ հետ, ոչ թե ձեր հետ հանդիպի առավոտ ժամը շուտից։ Այսինքն ես պետք է հանդիպեմ Տիրոջ հետ եւ դուք ունեք լիքը հանդիպող մարդիկ, որ կարող իրանց հետ հանդիպեք։ Լավ, փառք Աստծո, այսօր ինչ լավ օր է։ Հալելույա։ Դրա համար սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր մի վախեցեք, որովհետեւ Տերը մեր հետ է։
Եվ ես ուզում եմ, որ այսօր մենք հասկանանք ինչի համար եկավ Սուրբ Հոգին երկիր, որ մեզ մխիթարի առաջինը։ Գիտեք, քիչ մարդիկ կան, որ այսօր կարող են մարդկանց մխիթարել կամ զորացնել, բայց ինքը եւ մխիթարում է եւ զորացնում է, եւ մխիթարում է եւ զորացնում է, եւ ամեն օրվա համար տարվա մեջ 365 անգամ ասում է մի վախեցի։ Հիմա տեսեք Տեր Հիսուս Քրիստոսը երբ որ գնաց երկինք, ամեն բան կիսատ կմնար, եթե Սուրբ Հոգին չգար երկիր։ Ամեն բան կմնար կիսատ։ Ինչու համար պետք է գար Սուրբ Հոգին, որ վերստին ծնունդ տար ամեն այն մարդկանց, որ Աստծուց հեռացել են եւ չունեին Սուրբ Հոգին իրանց մեջ։ Գիտեք, այսօր ամենակարևոր անձը, որ քո հետ է կամ քո մեջ է, դա Սուրբ Հոգին է։ Եվ մենք քրիստոնեի հետ աղոթք էինք անում գիշերը, երբ որ դու աղոթում ես, բան է փոխվում, ասա աղոթում ենք, բան է փոխվում, ինչ որ մեկին ասա, երբ որ դու աղոթում ես, անպայման ինչ որ բան կատարվում է, ինչ որ բան է կատարվում, եւ Տերն ասում էր, երբ որ գնաս եկեղեցի, ասա ժողովրդին, որ թող արձակեն Աստծո Սուրբ Հոգին։ Այդ զորության հոգին թող արձակվի այսօր, զորության հոգին թող արձակվի, եւ մենք այսօր պետք է ասենք, ես արձակում եմ զորության հոգին։ Մենք արձակում ենք այդ զորության հոգիների, կա վախի այդ նապաստակի, այդ վախի, այդ զզվելի հոգին գա մեր վրա, եւ մենք սկսենք վախենալ ամեն ինչից, մի հատ փոքր բաներից սկսենք վախենալ, մի հատ փոքր հիվանդությունից, մի հատ փոքր մտքերից, փոքր խնդիրներից, չգիտեմ, մի հատ այն պստիկ խնդրեմը գալիս է, մենք մեռնում ենք, մենք մեռանք, փոթորիկ է եկել, այմար Աստված չանի իրական փոթորիկ կա մեր կյանքում։ Չտա Աստված պահի մեզ, որ փոթորիկներ չգան մեր կյանքում։ Եվ դրա համար պետք է հենց սկզբից ասել, որ դու պարտված ես կեղտոտ թշնամի, եւ մենք այսօր չենք վերցրել վախի հոգին, այլ զորության, զգաստության եւ սերի հոգին։ Տեսեք, Տեր Հիսուս Քրիստոս, երբ որ երկրի վրա էր, ինքը Երուսաղեմում էր։ Երուսաղեմից այն կողմ չէր գնում էր Գալիլեա, գնում էր այսինչ տեղերը, բժշկում էր եւ այլն։ Բայց անգամ, երբ որ Աբգար թագավորը գրեց, որ արի ինձ բժշկի, ասեց ես չեմ կարող գամ եւ իմ աշակերտներին կուղարկեմ, որտեւ նրա երկրի վրա եղած տարիները անսահմանափակ չէին։ Ինքը սահմանափակ ժամանակ ուներ եւ այն ժամանակ էլ ինքնաթիռ չկար, որ ասես նստեր ու վժ գնար ասներ Հայաստան 2 ժամ հետո հետ վերադառնար։ Պետքա ոդկով գնային, էշով գնային, չգիտեմ, ասма էշը բերեք, այսինքն պետքա էդ էր մարդու փոխադրամիջոցը։ Բայց տեսեք, հիմա մենք ապրում ենք ուրիշ ժամանակներում եւ Տեր Հիսուս Քրիստոսը կարող սահմանափակ տեղերում լիներ եւ գործեր։ Բայց ինքը երբ որ ուղարկեց Սուրբ Հոգին, այսօր Սուրբ Հոգին կարող է լինել աշխարհի բոլոր ծայրերում, ամենքի հետ։ Սա էր առավելությունը, սա էր խոստմունքը, որ Սուրբ Հոգին քո հետ է։ Սելեր, եթե մենք այսօր չենք կարողանում հասկանալ, որ Սուրբ Հոգին է մեր հետ, նշանակում է մենք ճիշտ քրիստոնյաներ չենք։ Նշանակում է մենք չենք կարողացել դեռևս իրական հարաբերություններ ունենալ իրական Աստծո հետ, եւ մենք չենք կարողանում նրա հետ խոսել, նրա հետ գործել, նրա հետ համագործակցել, բայց եթե մենք հասկանում ենք, որ Սուրբ Հոգին ապրում է ոչ թե ինչ-որ մի անհայտ տեղերում, այլ ապրում է մեր մեջ, մենք մի օր գլխի կընկնենք, ոնց, Տեր, ինձ պետք չէր տենց գորգորալ, ինձ պետք չէր տենց եսի ինչ անել, ախր դու իմ մեջ ես ապրում։ Դու այնքան մոտ ես, ոչ մի մարդ չի կարա քո մեջ ապրի, ոչ հովիվը կարա քո մեջ ապրի, ոչ ամուսինդ կարա քո մեջ ապրի, ոչ կինդ կարա քո մեջ ապրի։ Բայց նա, որ Սուրբ Հոգին է ապրում է որտեղ հենց քո մեջ։ Եվ տեսեք, ասում եմ, որքան մոտ եմ ես քեզ, քո շուրթերի վրա, քո կյանքը լցված Աստծո Սուրբ Հոգով, բայց մենք չգիտեմ որտեղ ասես դիմում ենք բացի Սուրբ Հոգուց։ Եվ մենք հեռացել ենք Աստծո Սուրբ Հոգուց։ Այդ իսկ պատճառով Աստված ասում էր. Երուսաղեմից չհեռանաք, մինչև երկնքից զորություն կառնեք աշակերտներին։ 40 օր երկրի վրա երևաց աշակերտներին։ Իդեպ ուզում եմ նորից հիշեցնել եւ ասել, սիրելի մարդիկ, երբ որ ձեր հարազատները ձեզ հարց են տալիս եւ ասում են, որ մարդու հոգին 40 օր մնում է երկրի վրա, չկա նմանատիպ բան։ Տեր Հիսուս Քրիստոսը արդեն մարմնով փոխված էր։ Ինքը արդեն հարության մարմինն էր հագել, որ հետո մենք պետք է հասկանենք հարության մարմինները։ Քանի որ ինքը արդեն հագած ուներ հարության մարմինը, 40 օր երկրի վրա մնաց եւ 40 օր երևաց իր աշակերտներին եւ շատ-շատերի եւ 40 օր հաց էր ուտում, 40 օր իրանց հետ ջուր էր խմում, բայց այդ մարդիկ, որ մահանում են,
դեռևս ննջած են, իրաց մարմինները հարություն չի առել, որ գերեզմաններում տանեն, դնեն, ուտելիք ասեն, այս էլ իրա փայն է, 40 օր երկրի վրա, թող գա ուտի կամ խմի։ Ժորժ ջան, ես ուզում եմ, որ ճշգրիտ հավատք եւ ճշգրիտ քրիստոնեություն բարձրանա այսօր եւ նմանատիպ բաներից մենք էլ պետք է զերծ մնանք, այսինքն գերեզման հաս տանելու չի, որ տանեն գերեզմանում դնենք, ասենք, հեսա կվերկանա կուտի 40 օր երկրի վրա։ Մարդը, երբ որ ննջեց, ինքը միանգամից որտեղ է գնում Տիրոջ մոտ։ Այսինքն 40 օր Հիսուս Քրիստոսը մնաց, որովհետև ինքը արդեն մարմնով հարություն էր առել։ Մենք էլ, որ մեր մարմիններով հարություն առնենք նորից, եւ ուտելու ենք, եւ խմելու ենք, եւ վերադառնալու ենք երկիր, եւ հազարամյա թագավորություն ալինելու, հազարամյա թագավորության ժամանակ քահանաներ եւ թագավորներ ենք լինելու, եւ փառք Տիրոջը իմ եւ քո համար, որ այսպեսի մեծ առավելություն ունենք, հələ պատկերացնում եք 1000 տարի թագավորներ եւ քահանաներ այս երկրի վրա։ Արժի չէ, որ նմանատիպ Աստծուն ծառայենք, մոռանալով աշխարհային մեր այս փոքր նեղությունները, մենք գնանք դեպի Քրիստոսը, գնանք դեպի Աստված եւ ճանաչենք Սուրբ Հոգուն ավելիով եւ չվախենանք։ Եվ ես ուզում եմ այսօր դու քո կողքին ասես, շնորհավորի քո կողքին եւ ասա Սուրբ Հոգին երկրի վրա է։ Գիտեք, մեկ օր Սուրբ Հոգին երկրի վրայից վերցվելու է, մեկ օր այլևս նա չի լինելու երկրի վրա։ Ավարտվելու են այս օրերը, վերստին ծնունդի օրերը, հիմա որքան հրաշալի է, երբ որ մարդիկ վերստին ծնունդ ունեն, վերստին ծնունդ, եթե մարդիկ գալիս են եկեղեցի, բայց հələ չեն զգում, որ իրենք վերստին ծնունդ ունեն, ես խնդրում եմ նորից խնդրի Սուրբ Հոգուն, որ գա քո կյանքի մեջ եւ դու վերստին ծնունդ ապրես, որպեսզի կարողանաս հասկանալ, որ վերստին ծնունդից հետո է, որ մարդու կյանքը փոխվում է։ Եթե մարդը վերստին ծնված չի, ինքը վախերի եւ ցավերի մեջ է, բայց Աստված ուզում է, որ մկրտի մեզ Աստծո Սուրբ Հոգով եւ զորանանք, որտեւ Սուրբ Հոգու գալուստը հենց այնպես չէր։ Սուրբ Հոգու գալուստը նրա համար էր, որ վախկոտ Պետրոսը ինքը զորանար, որտեւ Պետրոսը վախկոտ էր։ Որտեւ Պետրոսը թեպետ գնաց եւ ծառայի ականջը կտրեց, բայց երբ որ հալածանքը սկսվեց, ինքը վախեցավ եւ թաքնվեց։ Եվ մնացած աշակերտներն էլ բոլոր եղբայրները թաքնված էին, բայց եկավ ժամանակը, երբ որ Սուրբ Հոգին եկավ, իրանք այնպես զորացան, երբ որ Գործք առաքելոց 1:8 ասեց Երուսաղեմի չռնած մինչև երկնքից զորություն կառնեք եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, Սամարիայում եւ Հրեաստանի ամբողջ աշխարհով մեկ, եւ որ զորության հոգին իջավ իրանց վրա, իրանք սկսեցին առանց վախենալու քարոզել։ Առանց վախենալու գնում էին մարդկանց, ասում են, լսեք, այդ Հիսուսին, որ դուք խաչել եք, այդ Հիսուսը հարություն է առել։ Այն Հիսուսին, որ դուք խաչեցիք, այդ Հիսուսը հարություն առել, այդ նույն վախկոտ մարդիկ զորացան։ Եթե դու այսօր վախերի մեջ ես, ցավերի մեջ ես, հիվանդությունների մեջ ես, խնդիրների մեջ ես, այսօր զորանալու ժամանակն է, եւ այսօր իմ հետ ասա Տեր, ես արձակում եմ զորության հոգին իմ կյանքի մեջ, Հիսուսի զորավնոր անունով, որտեվ այսօր հաղթանակի օր է, հաղթանակի օր Աստված մեզ ժառանգություն է տվել Հիսուս անունը, ասա ես ունեմ ժառանգություն Հիսուս անունը, եւ Աստված մեզ տվել է Հիսուս անունը։ Հիսուս անվան մեջ կա իշխանություն։ Գիտեք, ես այսօր ինչ էի մտածում, մի քանի օր առաջ խորում եմ այս բանի մասին, ասում լսեք, դուք հասկանում եք ինչ է նշանակում, երբ որ Աստված մեզ իշխանություն տվեց եւ ասեց գնացեք ձեր դրեք մարդկանց վրա եւ մարդիկ կբժշկվեն։ Եթե մենք իրականում կարողանանք հասկանանք, որ մենք այն անոթն ենք, որի մեջ բնակվում է Աստված եւ որ մարդու վրա որ ձեռք ենք դնում, այդ մարդը բժշկվում է, լսեք, հիվանդ մարդիկ չեն լինի այլևս երկրի վրա։ Երեխեք ջան, փակեք, փոխանակ Հակոբ ջան, քնես փակի, մրսում են մարդիկ։ Հիսուս անվան մեջ կա զորություն, Հիսուս անվան մեջ կա իշխանություն, ալելույա։ Ձեռքը դնեք մարդկանց վրա, դուք հասկանում եք, այս քո ձեռքը չի բժշկողը, բժշկողը Աստծո ձեռքն է։ Երբ որ դու ձեռքը դնում ես, դու ուղղակի կատարում ես նրա ասածը, հնազանդվում ես նրա ասածին, եւ Աստված ասում է գնացեք ձեռք դրեք եւ մարդիկ կբժշկվեն։ Հիմա դու պետք է հասկանաս, լավ, ձեռքս դրեցի, իմ մեջ ապրող Սուրբ Հոգին, ինքը զորության հոգին է, ինքը միանգամից իշխում այս մարդու վրա եւ այս մարդը բժշկվում է։ Բայց ինչ չենք հասկանում, հավատում։ Դուք տեսել եք ձեր աչքով այստեղ, որ փշուր եղած տազիկը կոտրված մարդը խադունոկից դուրս է եկել։ Տեսել եք, որ միջնապատը կոտրված, քիթը կոտրված մարդու քիթը ուղղվել է։ Մեռելները համարյա մեռած մարդիկ հարություն են առել։ Իրական մեռած մարդը հիվանդանոցում հարություն առել։ Մենք տեսել ենք, որ մեր խոսքը ունի իշխանություն։ Մենք տեսել ենք ամեն անգամ, որ մեր ձեռքը, երբ որ դնում ենք, Սուրբ Հոգին մեր միջոցով այդ զորության հոգին արձակում եւ մարդիկ բժշկում են։ Բայց ինչ ենք մենք քնել։
ապա ինչու մենք այլևս չենք կարողանում հավատալ։ Գիտեք, վերջին ժամանակներում շատ Աստծո խոսք կա, բայց խոսքը կատարող չկա։ Խոսքին հնազանդվող չկա, ժամանակը եկել է, որպեսզի մենք այն եկեղեցին ենք, որ մենք պարգևներով լցված ենք եւ մենք պետք է դա անենք։ Առանց վախենալու գնա եւ ձեռ դիր եւ թող հիվանդները բժշկվեն, որտեվ Հիսուս անունը իմ համար դա ժառանգություն է։ Այսօր շատ քրիստոնյաներ չեն օգտագործում Հիսուս անունը եւ այսօր Աստծո օծությունը քանդում է ամեն կապանք եւ ամեն լուծ, ասա ամեն կապանք եւ ամեն լուծ քանդված է Հիսուսի անունով, ամեն կապանք եւ ամեն լուծ, վախը ոգի է, որ գալիս է դժոխքից։ Առաջի Տիմոթեոս 1:1-7 Աստված մեզ չի տվել վախի հոգի, այլ զորության, զգաստության եւ սերի հոգին։ Աստված մեզ վախի հոգի չի տվել, երբ որ վախը գալիս մեր կյանքի մեջ, ասա դու որ հոգուց ես, դու որտեղից եկար։ Երբ որ մեր կյանքի մեջ վախը գալիս, ասա դու որ հոգուց ես, վախ դու որտեղից ես եկել, վախերը գալիս են դժոխքից, այսինքն դժոխքից եկած բանը մենք ընդունում ենք։ Երբ որ դժոխքից ինչ-որ բան է գալիս քո վրա, դու ինչ պետք է անես, հետ ուղարկես եւ ասես, պարտված ես կեղտոտ թշնամի։ Այդ վախը Աստծուց չի, կեղտոտ դև։ Ինչ էս որտեղից եկան էս մտքերը։ Մտքեր են չանդադ գալիս են դու կմեռնես, քո մոտ ամեն բան վատ է, քո ընտանիքում ամեն բան վատ է, եւ այդ ամեն օր այդ մտքերը որ գալիս են, դու ասա, այդ մտքերը որտեղից են գալիս։ Մի հատ ինձ ասեք, որտեղից են գալիս։ Չգիտեմ, ոգիներ, ազդեցություններ, ներգործություններ, շնության ոգի, գողության ոգի, վախի ոգի, սրանք սա ոգիներ են, որ գալիս են դժոխքից եւ ես այսօր պարտավոր եմ ասելու այդ ինչ որ եկավ դժոխքից, դժոխք դու պարտված ես, քանի որ Տեր Հիսուս ասեց, դժոխքի դռները ձեզ չեն կարողանալու հաղթել։ Դժոխքի դարպասները այսօր պարտված են եւ դժոխքը քանդված է, բայց մենք այսօր վերադարձնում ենք դժոխքից եկած ամեն մտքերը մեր կյանքի մեջ եւ մենք ապրում ենք դժոխքում։ Այսօր շատ քրիստոնյաներ ապրում են դժոխքում, որտեղ իրանք իրանց համար կառուցում են դժոխք։ Մի հատ դժոխային վիճակ եւ ապրում են այդ դժոխային բնակարաններում եւ իրանց դուր է գալիս դժոխքը։ Ժորժան, դժոխքում Աստված ասում է, կլինի լացը եւ ատամների կրճտոցը։ Եթե քո կյանքում լացը եւ ատամների կրճտոցն է, ուրեմն դու ապրում ես դժոխքում, ուրիշ դժոխք մի ման արի։ Շիրազ ասում էր, ով աստվածային դժոխքի Դանթե, արի ես տանեմ քեզ այնպիսի դժոխք, տարավ հայոց ցեղասպանությունը ցույց տվեց։ Հիմա դու արի քեզ տանեմ այնպիսի դժոխք քրիստոնյաների կյանքի մեջ, քրիստոնյաների ընտանիքներում այնպիսի դժոխք, որ դուք չեք տեսել։ Դժոխք, ամբողջ օրը դժոխք, ամբողջ օրը կռիվ, պատերազմ, դժոխք, վախ, ցավ, դեպրեսիա, եսի ինչ։ Սա դժոխքն է եւ այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտոցը։ Ժամանակն է որ դու ասես ես ուզում դժոխքից դուրս գամ, քանի որ Տերն ասեց ես եկել եմ որպեսզի դու կյանք ունենաք եւ ավելիով կյանք, ասա կյանք ավելիով կյանք։ Ես չեմ ապրելու այլևս դժոխքում, ինձ համար երկնքի արքայությունն ու արդարությունն է կատարվում, որտեւ Աստված ասում է, ինչ է երկնքի արքայությունը, արդարությունը, ուրախություն, խաղաղություն, Սուրբ Հոգու ձեռքովը, երջանկություն։ Սա է Աստծո արքայությունը։ Աստծո արքայության մեջ չկա ցավ, չկա ատամների կրճտոց, չկա լաց, չկա հիվանդություն։ Այսօր ես ընտրում եմ երկրային արքայությունը եւ նրա արդարությունը։ Ես ատում եմ դժոխքը։ Իմ համար գոյություն չունի դժոխքը, ինձ համար դժոխքը քանդված է Հիսուսի անունով եւ ինձ համար կա կյանքը եւ ուրախությունը։ Ինչու չուրախանալ, կյանքն արժևում է, ուրախացեք։ Ուրախացիր դուստր Սիոնի, քո Տերը հարյավ։ Քո Տերը հարություն է առել, ուրախացիր, թող այսօր մեր կյանքում վերադառնա ուրախությունը, ոչ թե դժոխքը, ոչ թե ամեն օրվա լացը, տրտունջը, ցավը։ Սա դժոխք է, սիրելի Աստծո ժողովուրդ, բայց Աստված ասում է, ես ձեզ չեմ տվել վախի կամ չգիտեմ ինչ հոգի, սերի, զգաստության, երկչոտության հոգի չեմ տվել, սերի, զգաստության, ուրախության, զորության, մխիթարության, հավատարմության հոգի եմ տվել։ Սուրբ հոգին Աստծո հոգին է, որին պետք է ճանաչել։ Եթե Աստծո հոգին քո մեջ չի, վերադարձրու Աստծո հոգին քո մեջ, ասա, վերադարձի իմ մեջ Աստծո Սուրբ հոգի եւ մխիթարի ինձ։ Որտեւ նա մխիթարության հոգին է, նա զորության հոգին է, նա փառաբանության հոգին է, նա քո մեջ թող այսօր փառաբան եւ ասի, ես պիտի փառաբանեմ իմ Տիրոջը, ես պիտի փառաբանեմ իմ Տիրոջը, Թվոս 14:28, բացեք ինձ հետ եւ կարդացեք։ Ես խնդրում եմ Աստվածաշունչը լցրեք ձեր փորը,
Մենք ամեն օր մեր փորը ինչով ասես լցնում ենք մեր որովայնը, եւ Աստված այսօր ուզում է մեր որովայնը լցված լինի Աստծո խոսքով, ասա Աստծո խոսքով։ Թվոս 14:28 ասա նրանց, ես կենթանի եմ ասում է Տերը, որ ինչպես դուք իմ ականջների առաջին խոսեցիք, այնպես էլ կանեմ ձեզ։ Կենթանի է Տերը, ինչ որ մենք խոսում ենք, դա է անում մեր կյանքում։ Ինչ որ մենք խոսում ենք, դա է կատարվում մեր կյանքում։ Ասա ինչ եմ խոսում, ես այսօր դա լսում եմ Աստված, եւ ես այսօր կխոսեմ լավ բաներ, թող Աստված իմ կյանքում բերի հրաշալի օրհնություններ։ Գիտես դևը գալիս է ասում է դու հիվանդ ես, դու պիտի մեռնես, քո մոտ ամեն ինչ վատ է, քո գործերը վատ է, քո մոտ ոչ մի բան չի լինի, քո վերջը եկել է։ Եվ դու այսօր պարտավոր ես ասել նրան, այ դու կկու հիմար կկու, քանի փոքրիկ ձակ ունես, դու այդ ես չեմ։ Ոչ էլ դու կարող ես գնալ բերել եւ ծառը կտրել, հերիքա, բավականա, լրացրեք դևին այսօր, այս առավոտ ինչ որ մեկը թող ասի ես լրացնում եմ դևին եւ այդ կեղտոտ ոգին, որ ամեն անգամ գալիս է ինձ բարկասելու եւ ինձ նեղացնելու, եթե նա եկել է քեզ ասել այ դու պիտի մեռնես կամ աղքատ լինես, 118 Սաղմոսի 17-րդ խոսքում գրված է, ես չեմ մեռնի, այլ կապրեմ եւ Աստծո գործը փառքը կպատմեմ, հալելույա, ես պիտի Աստծո փառքը պատմեմ, դեռևս լիքը ժամանակ կա, փառտվեք Աստծուն։ Ում խոսքին ես դու այսօր հավատում, Աստծո թե հակառակորդի երկու ձայներ կան այսօր, որ անդադ խոսելու են քո հետ, մեկ Աստված է, մեկը հակառակորդն է, հակառակորդը կարող է անդադ գալ եւ քո ականջներին խոսալ, քեզ չես սիրում, դու լավը չես, դու հիվանդ ես, դու ես, դու Ես այսօր կվերցնեմ Աստծո արյունը եւ արյունով կգրեմ, ես բժշկված եմ, ես ներված եմ, ես սիրված եմ, Հիսուսի զորավոր անունով, հալելույա։ Եբրայեցիների 3:1-ում գրված է ուստի Սուրբ եղբայրներ, երկնավոր կոչումի մասնակիցներ, մտիկ տվեք մեր դավանության առաքյալին եւ քահանապետին Քրիստոս Հիսուսին։ Դավանությունը նշանակում է խոսել Աստծո լեզվով, խոսել այն, ինչ խոսում է Աստված։ Դավանել այն, ինչ դավանում է Աստված, սկսեք այսօր ճիշտ բանել դավանել, դավանությունը հեռացնում է վախը, ինչ որ մեկին հրիև ասա, դավանությունը հեռացնում է վախը։ Աստված Մովսեսի միջոցով մեզ տվել է օրենք, պատվիրան, որտեղ մարդը երբ որ մեղանչեց, Աստված մարդու համար սահմանեց օրենք եւ պատվիրան։ Ինձ հետ ես։ Սակայն ոչ մի մարդ չկարողացավ պահել 636 օրենքը եւ 10 պատվիրանները։ Միթե կար մի մարդ, որ դա աներ եւ կատարեր, չկա մեկը, արդար չկա մեկն էլ չկա։ Եվ մարդն կավանեց գիտակ, սակայն Տեր Հիսուս Քրիստոս եկավ, որ մեր հիվանդությունները վեր առնի եւ ամեն անեծքը մեր վրայից վերցնի։ Մատթեոս 8:17 այսօր վերցրու քո համար, նա մեր հիվանդությունները վեր առավ եւ մեր ցավերը կրեց։ Նա իմ հիվանդությունը վեր առել, ինչու ես չդավանեմ եւ ասեմ, նա մեր հիվանդությունները վեր առավ եւ նրա վերքերով ես բժշկված եմ։ Ինչ որ մեկը թող ասի նրա վերքերը ինձ համար են։ Եվ անպայման, եթե մեկը մտածում է, որ անեց գոյություն ունի, գիտեք ինձ 3 հարց էին տալիս, ասում եմ նավս կա, ասում իհարկե չկա։ Անեց կա, իհարկե չկա։ Ոմանց համար, եթե կա նավս, անեց, չգիտեմ ինչ պարավական, չգիտեմ ինչեր, ինձ համար նմանատիպ բաները վախուց գոյություն չունեն, ինչ նավս։ Մի հատ էլ սենց անեկդոտ կար, որ ասում է Պիլասոսը բերեք նավսը տնից անենք։ Այս Ժորժան, ինչ իրավունք ունի մեզ վրա անեցքը։ Երբ որ Գաղատացիների 3:13-ում գրված է եւ Տեր Հիսուս Քրիստոսը մեզ համար անեցք եղավ, որ ամեն անեցքի տակ եղողներին արձակի, եւ գրված է, որ զուր անեցքը չի կատարվի, որովհետև Հակոբի դեմ կախարդություն կամ դյութություն չկա, մինչև երբ ես ձեզ բացատրեմ այս ժոր ձեր վրա չի գործում անեցքը, ձեր վրա չի գործում թուղթուգիրը, ձեր վրա չի գործում, եթե աշխարհիկ մարդկանց վրա դա գործում է, եթե աշխարհիկ մարդկանց 1000 թելավոր եսի մինչերով թուղթուգիր անեն, ես էլ կասեմ ես 1000 թելերով տիրոջն եմ պաշտելու, գործիքներով, որովհետև երբ որ մենք սկսում ենք պաշտել Աստծուն, գոհանալ նրանից, փառաբանել նրան, դևը պարտվում է ամեն օր, ամեն առավոտ, ամեն ցերեկ, ամեն երեկո։
Այդ տրտունջը թողեք եւ սկսեք պաշտել Աստծուն, փառաբանեք Տիրոջը ամեն առավոտ, ամեն ցերեկ, ամեն գիշեր։ Երբ որ քո բերանը չի բացում անգամ խոսելու, գիտեք, ես այս մասին վկայել եմ, որ երբ որ Յոնկիչոն խոսում էր եւ ասում էր, գիտեք, այդ կինը, որ ռակով պիտի մահանար եւ նրա բերանը այլևս չէր բացում, որ խոսեր, նրա բերանը ամբողջովին փակ էր, նրա որովայնը լցված էր կեղտոտ այդ դիվային ուժերով, ներգործություններով եւ անեծքով։ Եվ որ այս կինը լսում է, որ Յոնկիչոն քարոզում է եւ ասում է, գիտես, քո անհավատությունն է քեզ բաժանում Աստծուց եւ Աստված 2000 տարի առաջ վերցրել է քո բոլոր մեղքերը, ասում է, եւ ինքը բերանը չէր կարողանում բացել եւ խոսել, բայց իր սիրտն աղոթեց եւ ասեց, Տերների ինձ իմ անհավատությունն է պատճառը, որ ես հիմա ռակից մեռնում եմ։ Եվ երբ որ նա սրտով անգամ աղոթեց առանց բերանը բացելու եւ ասում է, այդ ռակը նրանից դուրս եկավ, այդ ուռուցքը դուրս եկավ եւ ինքը բժշկվեց։ Եվ երբ որ մինչև շտապօգնության մեքենան եկավ, նա իր երեխաների հետ միասին պաշտում էր Աստծուն, փառաբանում էր Տիրոջը, նրա բերանը բացվեց։ Երբ որ քո սիրտը ուզում է Աստծուն փառաբանել, քո բերանը կբացվի, անգամ եթե դևը եկել եւ բերանդ փակել է եւ դու տարբեր բաներով լցվել ես, այսօր եթե դու ունես հնարավորություն եւ դեռևս քո բերանը բացվում է, սկսի փառաբանել այսօր Աստծուն։ Ինչ որ մեկին ասես, պիտի փառաբանեմ այսօր Աստծուն, այսօր փառաբանության օր է։ Այսօր Հովանես եղբայրը հիվանդ էր, ձայնը կտրված է եւ ասում է, այսօր փառաբանության խումբը թող առաջնորդի, փառաբանության խումբը հզոր կերպով առաջնորդեց, փառաբանես Տիրոջը, որովհետեւ եթե դու լռես անգամ քարերն են աղաղակելու։ Տերը միթե ու չունի մարդիկ, որ պաշտեն իրան։ Եթե ոչ մեկ չպաշտի, այստեղ Աստված մարդ կբերի եւ մարդիկ կանգնեն եւ կասեն, «Օ Տեր, ինչ հրաշալի ես»։ Գիտես, բառերի շատությունն է, թե խոսքի ճկունությունը, թե երգի իրական ակորդները, սիրտն է կարևորը, որ մեր սրտերը սկսեն պաշտել Աստծուն, եւ որ սիրտը պաշտի Աստծուն, այդ ուռուցքը քեզանից կհեռանա, այդ վատ ուռուցքները, վիրավորոնքի ուռուցքը, ցավի ուռուցքը, չգիտեմ ինչերի, այդ դարդերի, այդ ցավերը, որ բերել լցրել ես փորիդ մեջ, այսօր հանեք եւ ասեք, ես բժշկված եմ։ Դրանք իմ մեջ չպետք է լինեն, որտեվ իմ մեջ ապրում Աստծո Սուրբ Հոգին։ Աստծո Սուրբ Հոգու տեղն է դա այդ կեղտոտ դևերի ոգիների տեղը չէ։ Ասացեք, ես այսօր ազատագրված եմ, այդ իսկ պատճառով Տերն ասում էր գնայ ասա, արցակեք Աստծո զորության հոգին, որ զորության հոգին իջնի ժողովրդի վրա, ոչ թե վախի, երկչոտության հոգին, այս սերի զգաստության եւ զորության հոգին, որովհետեւ մեր որովայնը, գիտեք, այսօր ամբողջ աշխարհը վերադարձել է առողջ սնունդին։ Գիտեք թե նիհարելը այդքան դժվար բան է։ Ով ասում որ նիհարելը դժվար ինչ որ բան է։ Դժվար չի, եթե դու առողջ սնունդ ես վերադառնում։ Եթե դու ճիշտ հաշվում ես, որքան սպիտակուց կերար, որքան ճարպ կերար օրվա մեջ, որքան ածխաջուր կերար, ինձ հետ ես։ Դու կարող ես հաշվել այսքան եւ մարդուն ամենաշատը ինչն է օգնում որ մարդը նիհարի, դա ինչն է սպիտակուցը։ Բելոկ, ճիշտ սնունդը, երբ որ դու կարողանում ես, բայց դրա հետ միասին դու պետք է նաեւ ուտես գրեչկա, բրինձ եւ այլն իրար համատեղ ես։ Նես չլինի որ մենակ նստես բելկովի դիետայի վրա ու հետո էլ թունավորում ապրես եւ կամականները թուլանան։ Մի քիչ էլ մարզվեք, գնացեք մարզադաշտ, մի քիչ էլ գնացեք լողի եւ այլն։ Ժորժան, այսօր ճիշտ ապրելակերպով դու կարող ես քո մարմինը սնուցել։ Քո մարմինը ճիշտ ապրելակերպով կարող ես նիհարացնել, կարող ես վարժեցնել, կարող ես առողջացնել, այդպես էլ ճիշտ հոգերով, սնունդով կարող ես դու քո մարմինը ինչ անել, սնել։ Հանեք այդ ինչ որ այդ խոզի խորովածները, չգիտեմ ինչերը լցված են, չէ՞ տարիներով ինչ պատայլա կերել ենք, տենց ճիշտ չսնունդի պատճառով, կերել ենք լիքը տարբեր, լիքը սենց ինչ պատայելա, սենց ինչ պատայելա։ Հա? Կամ մենակ ուգլիվոդ են կերել, հաց եւ այլն, կամ էսի չենք օգտագործել։ Այսօր եկել է ժամանակը, որ մենք հասկացել ենք, այ մարդ եկեք համատեղ ենք։ Սպիտակուցները ուգլիվոդի հետ եւ սկսենք ճիշտ ապրելակերպ։ Դեն մեկ հիմա ստեղ նստած է մարզված տղա, որ ինքը ճիշտ է, քաղցր շատ է սիրում, ասում է քաղցրը լավ բան է։ Հա, բայց ոմանց համար քաղցրը այդքան էլ լավ բան չի, իմ համար էլ է քաղցրը լավ բան։ Լավ, Ժորժան, ամեն ինչ կարելի է ուտել, բայց ամեն ինչը չի որ օգտակար է մարմնի, չէ՞։ Հիմա դու կարաս մկան հավաքես, դու կարաս, չգիտեմ, մկանները թուլացնես։ Հիմա դու կարաս քո մեջ լցնես լիքը
սխալ հոգևոր սնունդ, ոչ հոգևոր սնունդ, լիքը դիվային ուժերի բաներ, եւ կարող ես բերել ճիշտ ապրելակերպ, սկսես ճիշտ դավանություններ անել, ճիշտ խոսել, ճիշտ վարվել, ճիշտ ունենալ Աստծո վերջը, նախ այն ինչ որ դու լցված ես սխալ բաներով, նախ պետքա դատարկվես։ Մինչև դու չդատարկվես, նորը չի գալու, լավը չի գալու։ Այդ ամեն ինչից տեսեք կան հիմա ենթադրենք մարդիկ ինչ են անում մաքրման օրեր ունեն օրգանիզմի, չէ՞, ասում բեռնատապման օր, ջուր խմեք, որ օրգանիզմը մաքրվի, սենց։ Լիքը ջուր խմեք, ձեր օրգանիզմը կմաքրվի։ Հիմա ես ջուր խմելու խնդիր ունեմ, չեմ կարող ջուր խմել, ինձ ստիպում եմ, մոռանում եմ, որ պիտի ջուր խմեմ։ Հիմա որ շատ ջուր խմեմ, իմ մոտ ամեն ինչ լավ կլինի, այսինքն պետք է իմ քաշամի մոտ գոնե մի 3 լիտր ջուր խմեմ, բայց չեմ կարողանում, ես մի պուճուր ջուր եմ խմում, տեսեք ես իմ սխալը գիտեմ, չէ՞, ինչն է իմ սխալը, կամ անքնությունը, ինչ ա բերում ճարպակալման, կամ բերում է ստրեսի։ Պետքա քնել, պետքա ջուր խմել, պետքա ճիշտ բաներ ուտել, եւ այսօր մարդիկ այնքան սխալ հոգեվոր սնունդով են լցված, որ այդ ամեն ինչը նախ պետքա մի հատ օրգանիզմի մաքրում գնա, հոգու մաքրում գնա, որ հետո գա իրական հոգեվոր կյանքը եւ ես սկսեմ ճախրել։ Արծիվի պես ճախրել, որ դևերը գան, ասեն, «Յա, էլ ոնց կանք մտնենք սրա մեջ»։ Էլ եւ մենք սրա մեջ տեղ չունենք, Սուրբ Հոգին ամբողջովին գրավել է այս տարածքը։ Ես ուզում եմ, որ այսօր Սուրբ Հոգին գրավի քո տարածքը, իմ տարածքը։ Թող Սուրբ Հոգին նենց գրավի, որ այդ դևիկներ, այդ ոգիներ, այդ կեղտոտ վնգստալով գան, վնգստալով էլ հետ գնան ասեն, այ մարդ, տեղ չկար։ Գնան իրանց են կեղտոտ են նրան խաբար տան, ասեն, գնացինք, այ մարդ տեղ չկար են, ասի, գնացեցի, ասի, գնա մեկ էլ գնա, մի հատ էլ գնա, մի հատ էլ գնա, մի հատ էլ գնա, գնա գա, ասի, տեղ չկա։ Դևի համար այսօր մեր կյանքում տեղ չկա, Հիսուսի անով, առլելույա։ Աստված ուզում է մեր հավատքը մեծանա, ասա, մեր հավատքը մեծանա, որտեվ ամեն իշխանությունը Հիսուսը ինձ ա տվել, ասա, ամեն իշխանությունը ինձ ա տվել, իշխանություն, այսօր ասա, ես քանդում եմ ինձ տրած իշխանությամբ անեծքի լուծը, լսեք, իշքան մարդիկ են պրոբլեմները վերցել այսօր իրանց վրա։ Տերն ասում է, ինձ մոտ եկեք ամեն հոգտասներ և բեռնավորվածներ, Մատթեոս 11:28, և ես պիտի հանգիստ տամ։ Հիմա քրիստոնյան պետք է լինի հանգիստ խաղաղ կյանքով ապրող մարդ։ Բայց քրիստոնյան չի կարում գնա առաջ, գիտեք ինչու, որտեղ լուծ կա տրված իր ուսերի վրա։ Բայց Տերն ասում է, ձեզ տվեք իմ լուծը, և ձեր վրա առեք իմ լուծը, որտև իմ լուծը քաղցր և իմ բեռը թեթև։ Հիմա թե Աստծո բեռն է իմ վրա, ես կքայլեմ թեթև։ Բայց եթե իմ լուծն է իմ վրա, ես կմեռնեմ, կպարկեմ ու կասեմ, վсё, ես մեռնում եմ, եկեք ասեք, փրկեք, օգնեք։ Տենց է թե տես չի։ Քանիսը եք այդ վիճակում հայտնում, բոլորս համարյա։ Հայտնվում ենք այդ վիճակում մեռանք, փրկեք, եկեք հասեք, այ մարդ, եկանք էլ չեն կարա փրկենք, մի հատ դու պիտի ինչ անես, մի հատ հանես քո միջից այդ ամենը։ Մտային, պիտի սկսես մտքերդ նորոգել, ասա մտքի նորոգության օր է այսօր, բոլորիս համար, որովհետև եթե Պենտեկոստեին մենք ուզում ենք բերքահավաք, այսինքն եկող Կիրակի մենք այստեղ բերքահավաքի տոն ենք անելու, եթե Սուրբ Հոգին գալու է եւ մեզ տալու է իր պարգևները, նախ պետքա մաքրվենք, հետո պարգևներ ստանանք։ Ամեն։ Նախ պետքա մեր ներսը մաքրվի։ Հիմա քիչներս ենք, չէ, կարողանում ասենք Սաղմոս 27:1-ը Տերը իմ հույսն ու փրկությունն է, ես ումից վախենամ։ Տերը իմ հույսն ու փրկությունն է, ես ումից վախենամ։ Տերն է իմ կյանքի զորությունը, ես ումից պիտի սարսափեմ։ Հեռացրու վախը, ասա, ես այսօր հեռացնում եմ վախը եւ դեպրեսիան եւ դառնում եմ հաղթող։ Այսօրվանից ես դառնում եմ հաղթող։ Տեսեք Գողիաթը 40 օր ինչքան մեծ վախի մեջ էր պահել ամբողջ Իսրայելը։ 40 օր Իսրայելը դողույ վախերի մեջ էր։ Մի մարդ չկար, նայում է զորավորներ, Դավիթի աղբերները հսկաների նման էին։ Բոյով, Բուսաթով, Եղիաբը եւ մյուսը։ Դավիթը բանի նման էլ չի, բայց ով է հաղթում Տերը Դավիթի միջոցով։ Եվ երբ որ Սավողը նրան հագցնում է զենքերն, ասում է, լսի, ես ոչ զենքով կարամաղթեմ, ոչ զորությունով կարամաղթեմ, ոչ ուժով, ոչ զորությունով, այլ Աստծո հոգիով ասում է զորացներ այս տարի, Զաքարիա 4:6,
Ոչ ուժով եւ ոչ զորությունով, այլ Աստծո հոգիով, Աստծո հոգին է, որ կարող է ամեն բան մաքրել։ Աստծո հոգին է, որ կարող է այստեղ բերել եւ ուժեղ քամի անել եւ հետո քամույն, ոնց որ հնչեց Սուրբ Գործ Կարաքելոցում, եւ ասում է սաստիկ քամու ձայն լսվեց, ինչ էր անում մաքրում էր։ Ասա նա մաքրում է։ Որպեսի տեղ պատրաստի, երբ որ քամին տեղ է պատրաստում, ձյուն է գալիս։ Երբ որ քամին տեղ է պատրաստում, անձրև է գալիս, երբ որ քամին տեղ է պատրաստում, ասեք նա տեղ է պատրաստում այսօր իր քամուզորությամբ, որպեսզի հետո այդ տեղը բացվի եւ ազատ լինի եւ Սուրբ Հոգու զորությունը գա մեր կյանքի մեջ եւ մենք դառնանք հաղթող։ Ես չեմ ուզում որ այստեղ որևէ մարդ կամ մեզ դիտող որևէ մարդ լինի պարտվող, պարտությունը մեզ համար չէ, մեզ համար կա հաղթանակ եւ դարձյալ հաղթանակ, ամեն։ Հեռացրու վախը եւ ասա իմ ընտանիքի մեջ, իմ երեխաների կյանքում, իմ աշխատանքում, իմ ձեռքի ամեն բաներում կա միայն հաղթանակ, թող վախը գնա, որպեսզի գա զորությունը։ Առաջի Հովհաննես 4:4-ում գրված է ավելի մեծ է նա, ով իմ մեջ է, քան նա, որ աշխարհի մեջ է, իմ մեջ ով է ապրում, եթե այդ դևիկներն են եկել եւ լցվել իմ մեջ պարզավորես պարտվել եմ, բայց եթե իմ մեջ ապրող Սուրբ Հոգու ես տեղ եմ տալիս եւ նա զորանում ամեն օրորի ավելի, օրորի եւ ավելի նշանակում է նազորության հոգիով ավելի մեծ է, քան այս աշխարհի իշխանը, քո մեջ ապրող զորության հոգին ավելի հզոր է, քան այս աշխարհը, նա հաղթել է աշխարհին, ասա նա հաղթել է, խոսիր Աստծո լեզվով, ասա այսօրվանից խոսելու եմ Աստծո լեզվով, խոսքը կառավարում է մեր կյանքը, նա է կառավարիչը, նա է Աստված, նա Աստված է, նա ամենակարողն է, նա զորավորն է, մենք խոսում ենք, որ անհաջողակ ենք, ասա ես այլևս չեմ ասել, որ ես անհաջողակ եմ, երբ որ դու ասում ես ես անհաջողակ եմ, դու դառնում ես գերի, բայց եկող Կիրակի ամունիստիա է, հոբելյար տարի, 50-րդ տարի, ուրախության օր, ամեն, մենք չպետք է բարձրացնենք վախը, վախը իջացրու այսօր, աղքատության անեծքը, մենք պիտի բարձրացնենք Տիրոջ անուն, ասա Տիրոջ անուն ավելին է, քան աղքատությունը, Հիսուսի անունից դողում է ամեն երկիրը եւ երկինքը, Սատանան պետք է տեսնի, որ դու ունես իշխանություն, ասա նա պիտի տեսնի, որ ես օգտագործում իմ իշխանությունը։ Հիսուս ասես տեսնում է Սատանային, որ կայծակի պես երկնքից ցած էր ընկնում։ Նա իրավունք չունի ապրելու երկնքում, նա իրավունք չունի լինի երկնքի արքայության եւ արդարության մեջ, նա պարտված թշնամի է, երկնքի եւ երկրի արդարության մեջ ես եմ։ Երկրորդ Կորինթացիների 5:17-ում ասում է մենք նոր արարած ենք, հները անցան, ամեն բան նոր եղավ, հին բաներ մի մտաբերեք, ասա հները անցան, թե լավ թե վատ, հները անցան, ամեն բան նոր է, ասա ամեն բան նոր է։ Ինա ասա ամեն բան նոր է։ Սա ուղղակի խոսքեր չեն, ասա հները անցան, ամեն բան նոր է, այսօր ամեն մարդ աղաղակի եւ ասի իմ կյանքում ամեն հները անցան եւ ամեն բան նոր է, ամեն բան նոր է։ Եվ ինձ հետ կրկնի ես աղքատ չեմ, ես թույլ չեմ, ես հիվանդ չեմ, որտեվ Աստծո բնությունը իմ մեջ է, Աստծո անունը ինձ վրա է։ Իմ մեջ են Աստծո տաղանդները, հրամայիր հիվանդության եմ ասա դու պարտված ես, մահին ասա դու պարտված ես, անեծքին ասա դու պարտված ես, աղքատությանը, վախին ասացեք դու պարտված ես Հիսուսի անունով։ Այսօր բարձրացրու ձեռքդ եւ ասա Աստված ինձ գործ տուր։ Բարձրացեք ձեր ձեռքերը հավատքով։ Եվ ասեք Աստված իմ ձեռքերին նոր գործ տուր, ես ուզում եմ քո գործը Տեր։ Վեր կացկանգներ Հիսուսի անունով եւ ասա մենք այսօր օգտագործում ենք մեր դիրքը։ Ասա ես օգտագործում եմ իմ դիրքը, իմ իշխանությունը, իմ վրա զորության հոգին է, ինչ որ մեկը թող կանգնի հիմա եւ աղաղակ եւ ասի ինձ վրա զորության հոգին է, հալելույա զորության հոգին է եւ կրկնեք ինձ հետ այնպես որ համարցակ ենք ասելու Տերն է իմ օգնականը, ինչ կան ինձ վախը, ինչ կան ինձ մարդը, ինչ որ մեկն ասի Տերն իմ օգնականն է, հրեք ձեր կողքիներին ասեցեք, Տերը իմ օգնականն է, ասացեք ձեր կողքիներին, ինձ ինչ պիտի անի մարդը, Տերը իմ օգնականն է, Տերը իմ օգնականն է, դու օգնական ունես, մի վախեցի, քեզ օգնողն Աստված է, ամեն։ Ասա ինձ օգնողն Աստված է։
Հալելույա, կարող ես կանգնած տեղը տելի դավանություններ անել, դավանություններ արեք դավանություններ, ասեք ես հարուստ եմ, ես զորավոր եմ, ես փրկված եմ, ես հաղթել եմ դևին, որովհետև Աստված 2000 տարի առաջ արդեն հաղթել է, ասեք նա հաղթել է չարին եւ ես այսօր հաղթող եմ, ասա եկեղեցի դու հաղթող ես, եկեղեցի դու ազատ ես եւ Տերն ասել է որ արցակեք զորության հոգին ասացեք թող այստեղ արցակվի այսօր զորության հոգին ասացեք զորության հոգին թող արցակվի այս տան մեջ զորության զգաստության եւ սերի հոգին Հիսուսի զորավոր անունով հալելույա աղոթեք լեզուներով, խոսեք եւ խոսեցեք եւ ասացեք Տերը հաղթել է եւ հաղթանակը տվել է մեզ հալելույա Փիլիպեցիների 4:13 խնդրում եմ ինձ հետ կրկնել ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով Ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով ես ամեն բան կարող եմ ինչ որ մեկը թող ասի Ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով Տերն ասլա մի վախեցիր դու քեզ հենց իմ ասա մի վախեցիր որովհետև նա քեզ ընտրել է ասա նա ինձ ընտրել է եւ ես չեմ վախենալու Ինքդ քեզ հրիվ ասա մի վեհերիր որովհետև նա քո Աստվածն է նա ընտրել է քեզ իր արդարության աչով հաստատել է քեզ նաև ասել է քեզ որ դու իմն ես մինչև երբ հավիտյան ասացեք հավիտյան Նա քո Աստվածն է հավիտյան հալելույա կարող ես նստել մի կարճ ժամանակ էլի դավանություններ կանենք այսօր դավանության օր է ասա այսօր դավանության եւ զորության օր է Տերը եկավ եւ Գեդեոնին ասեց ով հզոր զորավոր Գեդեոնը վախերի մեջ էր երբ որ դու վախերի մեջ ես Աստված ուղարկում է իր հրեշտակը քո կյանքում մի վախեցիր ոչ մի բանից մի վախեցիր մարդկանցից մի վախեցիր դժվարություններից մի վախեցիր դժբախտությունը քո բաժինը չէ Հայտնություն 21:8-ում գրված է վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների, ամեն ստախոսների բաժինը ծծումբի եւ կրակի լճի մեջ է լինելու Տեսեք ամեն պոռնիկների, պիղծերի, մարդասպանների հետ բերեց եւ հավեմատեց վախկոտներին Վախկոտ դու չես կարող լինել երկնքի արքայությունում Քիչ առաջ ասացի, որ այնտեղ, որտեղ դու հայտնվում ես վախի պատճառով, դա դժոխքն է։ Դժոխքը լցված է վախով եւ ատամների կրճտոցով, դուրս արի վախից։ Ասա վախը պարտված է այսօր։ Եվ ես այլևս չեմ վախենալու, որովհետև ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Մենք ծառայում ենք ամենակարող Աստծուն, ասա իմ ծառայությունը ամենակարող Աստծունն է։ Աստծունն է երկիրը իր ողջ լույսնով եւ ամենը ենթարկվում է նրան, հրեշտակները, ամեն բան, երկիր, թրջուններ, չգիտեմ, գազաններ, ամեն բան, սարեր, ձորեր ծովեր, ամենը ենթարկվում է Աստծուն, ասացեք, ես գիտեմ, ում եմ հավատացել, այն Աստված, որ ամենակարողն է, հզորն է, ես հավատում եմ նրան, եւ ես ծառայում եմ ամենակարող Աստծուն, եւ դա մեծ պատիվ է, ասացեք, մեծ պատիվ է ծառայել ամենակարողին եւ Սուրբին, սա ամենամեծ պատիվն է։ Շատերի շատ ժամանակ թվում է, թե Աստված թողել է մեզ, բայց նա Աստված է։ Ասացեք նա Աստված է եւ նա երբեք չի թողում, որովհետեւ նա ասել է ես քո հետ կլինեմ ամեն օր մինչեւ աշխարհի վերջը եւ ես չեմ հուսահատվելու, ասա ինչ որ մեկին ես չեմ հուսահատվելու։ Որովհետեւ նա իմ Աստվածն է։ Գիտեք, ես այս մասին շատ եմ պատմել եւ այսօր էլ չեմ ձանձրանա նորից պատմելու, որ ես երիտասարդ էի 20 տարեկան, երբ որ Քրիստինեի նոր էի ունեցել Բոլոր բժիշկները, երբ որ իմ սիրտը հետազոտում էին, ասում են, որ դու սրտի արատ ունես, երբ որ նրանք ասեցին, որ դու սրտի արատ ունես, եւ ստոգեցին իմ սիրտը, ամենուրեք ասում են, որ քեզ պետք է սրտի վիրահատություն, որովհետեւ քո աչք լապանը լայնացած է եւ դու շուտով կմեռնես։ Երբ որ նրանք այդպիսի բան ասեցին, ես սկսեցի մեռնել։ Հավատացեք, ես մեռնում էի ամեն օր, երբ որ ես գնացի եւ տեսա, որտեղ են դրել իմ այդ պոլիկլինիկայի դոկումենտները, թղթերը, դա դրված էր մի մարդու հետ, որ մեր հարևանն էր եւ ուներ սրտի ծանր հիվանդություն եւ կապտած էր նրա շուրթերը, կապտած էր նրա ամբողջ դեմքը, որտեղ նա սրտի արատ ուներ եւ ընդամենը 2 մարդու էր այդտեղ դրած իմ եւ նրա անկետան։
Եվ ես ասեցի ես շալիկոյի նման շուտով այդպես կմեռնեմ եւ կկապտեն իմ շրթունքները, կկապտի իմ դեմքը, ես շատ գեղեցիկ երիտասարդ աղջիկ եմ, իմ այլ գեղեցիկ աղջիկ եմ եւ երիտասարդ բարկացու իմ համար։ Եվ այդ ժամանակ իմ թուշիկները այնքան կարմիր էին, հիմա ես կրեմով փակում եմ այդ կարմրությունը թուշիկներից, այն ժամանակ քանի որ երիտասարդ է, ես ոչ մի չէի օգտագործում, եւ քանի որ այնքան կարմիր էին իմ թուշիկները, որ գնում էի ամենտեղ ասում են, աղջիկ ջան, դու որ գյուղից ես, ասում են, գիտեք, ես գյուղացի չեմ, ասում են, իսկ Երևանում արդյոք կան այդպիսի կարմիր թուշիկներով մարդիկ, եւ ասում են, դու այնքան առողջ ես, որ քո թուշերը կարմրել է, բայց այդ առողջությունից գրեթե հասկացես բան չմնալ, եւ ես սկսեցի վախից կապտել։ Երբ որ ամեն օր շտապօգնություն էր գալիս ինձ համար, ճնշումս բարձրանում էր եւ իջնում էր, դե ասել էին սրտի արատ, դե պետք է մի բան լիներ, որ ես ինքս համոզվեի, որ սրտի արատ ունեմ եւ դևը պարտված է։ Եվ ամենավերջում, երբ որ Տերը պահում է մեզ եւ ամենավերջում, երբ որ արդեն Ստամբուլցյանի մոտ, այդ բժշկի մոտ արդեն գրվեցի, որ այսինչ օրը պետք է գնանք եւ ինձ արդեն վիրահատեն, արդեն պատրաստվում են վիրահատության եւ ասում են, աղջիկ ջան, կրծացի վեր կաց եւ ես այն ժամանակ գեր չէի, ես ընդամենը 57 կիլո էի եւ շունչս կտրվում էր, նույնի քույրիկը գիտի այդ մասին, այդ ամենը գիտի, երբ որ հանկարծակի մեկը մեռնում էր, ես էլ իր հետ մեռնում էի, շուրթերս կապտում էր վախից եւ հանկարծ մի խելացի բժիշկ ասեց, նոր ապարատուրաներ են բերել Զեյթունում եւ դու կարող ես գնալ մեկ անգամ էլ ստուգվել եւ երբ որ ես գնացի այդ մարդու մոտ եւ այդ մարդը ստուգեց ինձ ասեց ով է քեզ ասել որ դու սրտի արատ ունես եւ ինձ այնքան դեղեր էին նշանակել բայց ես չէի խմում եւ ասեց աղջիկ ջան դու այնքան առողջ սիրտ ունես ասեց մի ասենց արա բռունցքը տարայցի ասեց դες ինչ փոքր է քո սիրտը բայց դա արատ չի ասեց քանի որ շատ առողջ է քո սիրտը այնքան արագ է մատակարարում արունախ որ մարդիկ լսում են գիտեն սրտի արատ ունես մինչև էլ տենց տեն մեկ չէ ինչ արագ եմ խոսում որովհետև տենց արագը մատակարարում արուն ես այն տակարյուն եմ էլի սենց տկորներ ու սենց եւ ասեց այսինչ ջնջեց ասեց քեզ սրտի արատ ով որ կասի սրտի արատ կբերեսի մոտ եւ որ եկատուն ասեցին բա դու այդ խափում էիր որ հիվանդ ես հիստերիկություն էիր ուրեմանում հիստերիան էլ է հիվանդություն գիտեք Եվ որ մի օր բժիշկը ինձ ասեց հիստերիա, աղջիկ ջան դու հիվանդ ես, հիստերիկ ես, ասեցի ոնց թե հիստերիկ եմ, ասեցի հա հիստերիան հիվանդություն է։ Մարդ եմ որ վախից սկսում է sense բաներ անել, ինքը հիստերիկ է։ Ես ասեցի փաստորեն ես հիստերիկ եմ, ասեց հա դու հիստերիկ ես։ Եվ ես ասեցի հիստերիային ոչ Հիսուսի անունով։ Հալելույա։ Երբ որ իմացա որ ես սրտի արատ չունեմ, ես միանգամից բժշկվեցի։ Սիրելիասո ժողովուրդ, դևը քեզ ամեն օր մի բանով խափում է։ Դու հիվանդ ես, դու ես ինչ ունես, դու ուզում ես ավելի բարդ ինչ-որ մի հատ բան ասեն քեզ, որ բոլորը խղճան ասեն, բա այս խեղճ աղջիկը, այս ինչ հիվանդ է, այս խեղճ տղեն, այս ինչ հիվանդ է, այս բա սրան էլ փրկում չկա, հասեք, փրկեք։ Մի հատ հենց թափվեք։ Դու պետք է հպարտանաս ոչ թե հիվանդություններով, այլ պետք է հպարտանաս, որ դու առողջ ես։ Հալելույա։ Եվ այս վերջում երբ որ գնացի բժշկի սաղ ստուգեցին, ամեն ճարեցին ասին ոչ մի օրգանդ խախտված չի, ոչ մի բան չկա, ամեն ինչ տեղում է, ասեցի ես տենց էլ գիտեի փառք Աստծո, նորից այդ հիստերիայի դևները երևի եկեն։ Շորջան, այդ հիստերիայի դևը ժամանակ առ ժամանակ ուզում է գա եւ քեզ խափի, բայց ինքը պարտված է, ամեն։ Ասա դևը պարտված է եւ ես հաղթող եմ։ Չկա հիվանդություն, ունեք որ չկա հիվանդություն։ Մի թողեք այդ հիվանդությունները ձեր կյանքում գան եւ մնան, դրանք պարտված են, գոյություն չունեն։ Չկա գոյություն։ Եվ ասա ես այսօր հետո ոչ թե պիտի լացեմ, այլ ուրախանամ ասեմ դևը պարտված է, ամեն։ Գողիաթը պարտվեց, որտեղ նրա դեմ Աստծո խոսքով դուրս եկավ Դավիթը։ Երբ որ Գեդեոնն էր վախից գնացել եւ ասում էր, ուր է մեր հայրերի Աստվածը, ասում էին այս հրաշքներն ա եղել, այն հրաշքներն ա եղել։ Բա հիմա մենք ստե սոված մեռնում ենք, բա ուր է այդ հրաշքը։ Տերը վեր կացավ ասեց, ով հզոր զորավոր, վեր կաց։ Եվ այդ քեզ տրված այդ զորության հոգիով հաղթիր Մադիամը։ Ես այսօր պիտի վերցնեմ այդ զորության հոգին։ Եվ հաղթեմ Մադիամը Հիսուսի անունով, հալելույա։ Ասա հալելույա Տիրոջը։ Հալելույա։ Հեռացրու վախը եւ դու կդառնաս հաղթող։ Երեք
Սպարտակը զանգեց, ասում է, ինչ ես էդ սենց պարկել, բան ու գործ չունես անելու, ասեցի, փող տուր մի անգամից տեղից դուրս կգամ։ Երբ որ գումար չկա, այդ րոպեին դու պարկում ես, անելիքը չգիտես ինչ, ասենց, հա, բանը ստեղը ցավազ։ Ասեցի, դե փող ուղարկի։ Դե ասեց, հա, վերջը։ Այդ փողն եղավ մի անգամից գեվ ջան, հələ շուտ արի գնում ենք այս անենք, երեխեն ծապ տվեց, ուրախացավ հորանը տվեցի։ Ճանաչեցին հորը տանունը, տեսար իր հորանը ճանաչվում, բա դուք ձեր հորանը ճանաչում եք։ Եվ հələ արի գնացինք, սաղ շուկան մանենք, ինքան պտտվեցինք, ինքան հավես էր, շլոր կլուպնիկ էսեն են, փող տվեք, թող մարդիկ դուրս գան, տեր փող տուր ես մարդիկ թող դուրս գան։ Թե չես ես կքնեն ու քնած կմնան, այ մարդ, ով քնած է արթուն կացեք, ով արթուն է ելեք կեցեք, ով ելել է ձին թամբեցեք, հետո չասեք Դավիթ, կողքով եկավ գնացել եք միացեք այս թիմին։ Հիմա եկող Կիրակի մենք շաբաթ օրը լիքը առևտուր ենք անելու, որովհետև երկու օր գնալու ենք քեֆի։ Հիմա ով է մասնակցելու այս խնջույքին, ով է այս առևտրին մասնակցելու, ով է թխելու, էփելու, թափելու, ով քնած է արթուն կացեք, ով ելել է, ով է աղոթելու, ով է երգելու, ով է ջրով մկրտելու, ով է Սպարտակ աղբորը կանչելու, որ գա։ Դե արի քավոր ջանարի, առանց քեզ քեֆը քեֆի նման չի լինի։ Ես երգում եմ, որ գա էլի, պատկերացնում եք։ Տեսակ երկեց եկող Կիրակի Սպարտակ աղբերը կգա, մինչև չերկեի քավոր ջանարի չի գա, ինքը մեր քավորն է։ Բա ինքն է մկրտություն անելու ջրով, կարող է ես եմ մկրտություն անելու։ Սպարտակին ասել եմ Սպարտակ ջան, եկեղեցում պսակադրությունները ին վրա, թաղումները քո վրա, փառք ասել, թող չմեռնեն, բա։ Ինքը թաղման բյուրոյում աշխատում, ով մեռնում է Սպարտակ մարդ է մեռ է գնա։ Ինքն էլ ցենց հաղթում գնում կողմը Այն մարմինները, որ մեռել են, հարություն են առնելու, բայց ես միշտ հարություն եմ տալիս։ Երեխեք պսակվեք, ուրախացեք։ Այս տարի պսակվողներ էլ չկան, այդ մի պսակադրությունն է։ Այ մարդ ոնց հավեսները չի գալիս, տենում եք տենց սիրուն պսակադրություն եմ անում։ Տենում եք, չէ, ինչ գեղեցիկ, ես տենց ծաղկացնում եմ։ Այս Սպարտակը շատ կարա, սենց ինքը այն բանը Գորիսեցիա, սենց ինքը սենց կողքն համաձայն ես, հա, համաձայն ես, որ պսակվես, հա, համաձայն ես։ Խեղճ մեռելներին էլ այդ մասը դու գիտես, որ պիտի մի օր հարություն առնես։ Բայց ես ասում, ծաղկեք, ծլեք, ծաղկեք, շատացեք, լցրեք երկիրը, իմ բաշին ավելի լավն է, որ Սպարտակ ջան, այս Կիրակի պիտի ակող Կիրակի ստեղ լինես, որ մարդկանց թաղես այդ ջրերի մեջ, ոնց որ թաղում ես անում, ընենց էլ պիտի հարություն առնեն այդ մարդիկ ջրերի մեջ։ Հալելույա։ Ուրախ տոնական ծառայություն ունենք եկող Կիրակի, ասացեք, մենք եւ մինչեւ եկող Կիրակի ամեն օր հաղթանակ ենք ունենալու։ Ամեն օր հաղթանակ, դուք աղոթեք բանա փոխվելու։ Ասեցի, լավ, մի քիչ լավ հավեսով խոսամ, էլի մեծ դիտողներ տեսեք, մենք ինչ անսատ եկեղեցի ենք, ամեն արծի խոսում ենք։ Մեկ էլ ասեցի, եկեք աղոթենք։ Հələ բերանը չի բացի ֆինանսի համար աղոթելու, մեկ էլ տաթոն ասում է, սենց ֆինանս կա, ասում եմ, տաթոն սպասիր, գոնե 10 րոպե աղոթե, 2 րոպե աղոթեցի, բա որ մի ժամ աղոթեմ։ Շորջան, ինչքան աղոթես, այդքան ես օրհնվելու։ Փոխանակ վախենաս կամ տրտնջաս, սկսի աղոթել։ Սկսի հավատալ, երկինքը ճեղքել, այ մարդ Եղիան մեր նման մարդ էր, բայց երկինքը փակեց 3.5 տարի անձրև չեկավ, ասում եմ, եւ մեր նման մարդ էր 3.5 տարի աղոթեց եւ հետո անձրև սկսվեց։ Այ մարդ բոլորը շատ լավ գիտենք 150,000 անգամ ասել եմ սա, եւ այնպես չի որ ուրիշ վկայություններ չունեմ, սա եմ ասում, բայց կանգնացնել փոթորիկներ, անգամ դա կարող ենք։ Եվ երբ որ մենք Չինաստանում էինք, ամբողջ Չինաստանը վախեցած էր, որ ցունամի է գալիս։ Եվ մենք էլ առաջին գծում էինք եւ Անուշիկն ու Գրիշեկան վախեցած, մամա ցունամի է գալիս, մենք այս գիշեր չենք կարա քնենք, մեզ կվերցնի մեր հյուրանոցը կտանի։ Ես ասեցի, քանի որ մենք ստեղ ենք, ցունամին մեր կողքով կանցնի։ Եվ այդպես էլ եղավ։ Աստված ասել է, քո պատճառով կորտնեմ երկիրը։ Դարիր օրհնություն, ոչ թե անեծք։ Որ երկիրը մտնես, այդտեղը թող օրհնված լինի քո պատճառով։
Որտեղ գնաս այդտեղ օրտնված, Աստված ասում է ես կորտեմ քո ձեռքի գործը, ես կորտեմ քո հացը, ես կորտեմ քո տաշտը, ես կորտեմ քո մտնելը, ես կորտեմ քո դուրս գալը, ես կորտեմ քո եկեղեցին կանգնենք ոտքի վրա։ Ես խնդրում եմ Տանյային, Տանյայի թարգմանիչը կարա հետը գա։ Աս այսօր հաղթական օր է։ Սուրբ Հոգին պիտի շարժվի այսօր։ Գիտեք, մենք ամեն օր Սուրբ Հոգու հետ ենք, բայց նրան չենք տեսնում։ Ապրել մի տան մեջ և չնկատել տան անդամին դա լավ չէ։ Ապրել մի տան մեջ և չխորհրդակցել տանդ անդամի հետ լավ չէ։ Ունենալ ընկերներ և ընկերներիդ հետ չնստել հաշվի լավ չէ։ Սուրբ Հոգին, Աստծո գերագույն Հոգին է և ամեն օր նա քեզ հետ է։ Բայց դու մոռանում ես ամեն առավոտ նրան ասել. բարի լույս Աստծո Սուրբ Հոգի։ Շնորհակալ եմ, որ ես արթնացել եմ։ Եվ առավոտ, երբ որ արթնացա, խնդրում եմ հպվիր ինձ։ Գիտես, երբ որ մարդկանց համար աղոթում ենք եւ ասում հպվի Սուրբ Հոգի, միանգամից լինում այդ հպումը։ Ես ուզում եմ, որ դու ամեն օր կարողանաս ասել ինձ հպվիր սիրելի Սուրբ Հոգի։ Ես ուզում եմ քո հպումը իմ կյանքում։ Երբ որ նա հպվի քեզ։ Գիտես, այդ տերատես կինը մի բան էր հասկացել, որ միայն եթե Հիսուսի հանդերձի ծայրին դիպչի կբժշկվի։ Մենք չենք կպնում Աստծուն։ Մենք կպնում ենք ամեն բանի, բայց ոչ Աստծուն։ Մենք մեր հույսը դնում ենք ամեն մեկի վրա, բայց ոչ Աստծուն։ Մենք սպասելիքներ ունենք ամենքից, բայց ոչ Աստծուց։ Բայց այսօր մենք գործ ունենք Տերերի Տիրոջ հետ, հզոր Աստծո հետ։ Երկինք, երկիր, տիեզերք, մարդկություն, երկնքի արքայություն, դժոխք, ծառեր, ծով, ամեն բան բնակեցված է Աստծո մեջ։ Ոչ թե Աստված է ապրում այդ ամենի մեջ, այլ այդ ամենն ապրում է Աստծո մեջ։ Նա ամենահզորն է, նա ամենակարողն է։ Աստծո համար անհնարին ոչ մի բան չկա, ոչինչ։ Նա ամենն է, ամեն բանի մեջ, որ ամենը լրացնում է։ Նրա մեջ չկա պրոբլեմ, նա չգիտի դա ինչ է։ Աստծո մեջ չկա հիվանդություն, այդ մասին չգիտի։ Եվ դժոխքը թող այսօր գցված լինի, ծծմբի և կրակի լճի մեջ առանց մեզ։ Եվ եթե կա լաց և ատամների կրճտոց, դա մեր բաժինը չէ։ Մեր բաժինը ուրախությունն է։ Որտեղ Աստծո հոգին է, այդտեղ ազատություն է։ Որտեղ Աստծո հոգին է, այդտեղ ուրախությունն է։ Որտեղ Աստծո հոգին է, այդտեղ զորությունն է, կատարելությունն է, կյանքն է, մխիթարության հոգին, Աստծո զորության հոգին։ Թող այսօր սիրելի եկեղեցի քո կյանքի մեջ հարություն առնի ամեն մեռածը։ Ամեն ընկածը թող այսօր բարձրանա։ Ամեն հիվանդը թող բժշկվի։ Ամեն մեռածի հարությունը թող որ այսօր տեսնենք։ Ամեն աղքատը թող ասի հարուստ եմ ես։ Թող կույրն ասի տեսնում եմ ես։ Թող խուլն ասի լսում եմ ես։ Ինչ հրաշք Տեր ունեմ ես այսօր, ինչ հրաշք Տեր ունեմ ես, ինչ հրաշալի ես Տեր, ինչ սքանչելի ես Տեր։ Քո բնակարաններում բնակվելը ինձ համար պատիվ է, քեզ ծառայելը ինձ համար մեծ պատիվ եւ օրհնություն է, Աստված։ Օգնիր մեզ, օրհնիր մեզ, որ մեր կյանքի մինչև վերջին օրերում քո տանդ մեջ բնակվենք։
որ քեզանից չհեռանանք Տեր, որ քեզ շատ սիրենք, որ հավատանք, մխիթարվենք ու զորանանք. Благодарю Тебя, Господь. Слава и честь Тебе, Иисус. Мы благословляем святое имя Твое, Иисус. Мы блаженны по той причине, что имеем Тебя, Иисус. Ты Бог богов, Господь господствующих, Царь царей, Господь. Помоги нас, Иисус, помоги нам, чтобы мы ожили. Спасибо Тебе, Святой Дух, Дух Святой, коснись. Вернитесь к Господу Богу, и Господь вернется к вам, говорит Господь Саваоф. Благодарите Бога всем сердцем, всей душою. Благословите Бога. Благодарите, будьте благодарны, детьми Божьи. Благословите. Благословляйте имя Святого Духа. Скажите: Дух Святой, Ты здесь. Мы спасены. Мы благословены. Всей душою скажите: коснись, Дух Святой. Коснись, Дух Святой. Поговорите с Духом Святым. Поговорите каждое утро, каждый вечер, каждый час, каждое мгновение. Поговорите. Дух Святой с вами, живущий в вас. Благодарите, благословите. Благодарите Бога сегодня днем. Скажите: благословляю имя Твое, Господь. Да благословится Твое святое имя, Иисус. Да благословится Твое чудное имя. Здесь Господь. И Бог здесь и творит чудеса. Сегодня пусть произойдет чудо. Самое опасное в том, что вы не верите. Самое опасное явление. Берегите себя, берегите Духа Святого и скажите: живи во мне, Господь, и оживи мое сердце, Господь. Аллилуйя. Аминь. Аллилуйя. Аллилуйя. Господь, Ты пастырь мой. Я ни в чем не буду нуждаться. Группа прославления. Давайте споем вместе. Дух Святой. Аллилуйя. Господь, Ты пастырь мой. Я ни в чем не буду нуждаться. Ты покоишь меня. Ты покоишь меня на злачних бажиттях. К водам тихим К водам тихим водишь меня. водишь меня. Господь, Ты наш пастырь. Господь, Ты пастырь мой. Я ни в чем не буду нуждаться. Ты покоишь меня на злачных пажиттях. К водам тихим водишь меня. Где бы я ни шел, Где бы я ни шел, не боюсь я зла.
не шел, ты всегда со мной. Где бы я ни шел, не убоюсь я зла. Твой жезл и твой посох успокоит меня. Где бы я ни шел, не убоюсь я зла. Где бы я ни шел, ты всегда со мной. Где бы я ни шел, не убоюсь я зла. Твой жезл и твой посох успокоит меня. Где бы я ни шел, не убоюсь я зла. Где бы я ни шел, ты всегда со мной. Где бы я ни шел, не убоюсь я зла. Твой жезл и твой посох успокоит меня. Տերը իմ հովիվն է, եւ ես ոչ մի բանի կարիք չեմ ունենա։ Այս շաբաթ ամեն մարդ, որ մինչև այսօր ասում էր ես կարիք ունեմ, այսօր թող ասի իմ կարիքն Աստված է եւ իմ ժառանգության անունը Հիսուս Քրիստոս է։ Եղեք օրհնված, եկող Կիրակի ժամը 11-ին Պենտեկոստեական հզոր տոն։ Չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին ժամը 7-ին կլինի մեր ծառայությունները, շաբաթ օրը կլինենք այստեղ, կպատրաստվենք Պենտեկոստեական տոնին։ Եղեք շատ օրհնված Հիսուսյանով։